Եզրագծության կողմ հայտնված մարդիկ և մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ դուք հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս և դիտում եք երկրի գլխավոր թոք-շոուն։ Տիկին Շողիկը հավանեց Նարինեին, ամուսնացրեց իր տղա Արթուրի հետ և գյուղից քաղաք նրան հարս բերեց։ Ամուսնության հենց առաջին ամիսներից էլ սիրելի հարսը լուրջ փաստերի ու խնդիրների առաջ կանգնեցրեց նրանց։ Հաճախակի փախուստ, անհասկանալի պահվածք ու բազմաթիվ տղամարդիկ։ Հենց սա էր պատճառը, որ Նարինեն լքեց ամուսնուն և երկու երեխաներին թողեց տատիկի խնամքին։ Որտեղ է երեխաների մայրը այսօր, ինչ խնդիրներ ունի տիկին Շողիկը և ինչ պահանջներով է այսօր նա երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Քառակի ապտակ, կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավորենք մեր առաջին հյուրը Շողիկ Մանուկյանն է։ Բարի երեկո համեցեք տիկին Շողիկ։ Եվ այսպես ժամանակը եկավ ու որոշեցիք, որ տղան պիտի իր ընտանիքն ունենա ու ամուսնացրեցիք Արթուրին։ Այո։ Ինչպես գտաք հարսին։ Քերուս թորը կամատեսի աղջկան։ Իրա մի քուր, իրա հորոխբոր հարսն ա եղել։ Ինքը կամ տեսա իրան որպես լավ աղջիկ տան ընտանիքի իհարկե։ Գնացել ենք, տեսել ենք, հավանել ենք, բերել ենք։ Իրան երկու ամիս։ Շատ երիտասարդ չէ։ 17 տարեկան։ Բա երիտասարդ։ Հա, բա ինչ էր։ Արթուրը ինչ կաներ այդ տարի։ Արթուրն էլ 24 տարի Արթուրը իրենց մեծ է, 85 թիվը Արթուրն է, այնքան էլ մեծ չի։ Բերել ենք երկու ամիս ինք իրան նորմալ պահել է։ Տրնդես նայել ենք, նորմալ ամեն ինչով անցկացրել ենք, հարազատները բոլորը գնացել են, մնացել ենք մենք մեզանով։ Ես ամուսինս Արթուրս ինքը, ես միջովսս։ Մենք ուրիշ ոչ մի բան չունենք տուն, ասեմ որ հա։ Մարտ ամիսներ, ցեխոտ, ջրոտ, այդ խալին որ բերել են, գցեց պոլին, ասի նային է, մի գցի պոլին։ Թող այս կարունը ցեխոտա դուրս կամարը գկցենք, բա չէ, ես պետք է գցեմ։ Ստեպես գցեց։ Ես ճիշտն ասած էլ մի շաբաթ իր հետ չխոսած, ասի ինչ ուզում ա շատ հարաբերական է ասված, որովհետև անկեղծ ասած ես շոկի մեջ էի, երբ նախնական զրույցում լսում էի պատմությունը, թե ինչպես ստիպեց հարսը նոր խալի գցել։ Հա, նրանց հետո որ ես խոսացի իր վրա, ասի խիքցի ցեխերը սաղ եկավ, ինքը էլ տանից փախավ Հայաթում, գիշերվա 2-ից մինչև 4-ը Հայաթում փախավ, բռնիկ բերեցինք տուն, եկավ պարկավ դանակ վերցրեց ու ինք իրան խփեր, Արթուրը ցերս վերցրեց։ Նոր խալու պատճառ։ Հա, խալու պատճառը ուրիշ կռիվ չի եղել մեր տունը։ Ես էլ այնպես չէ որ ասենք ամեն ինչ վրա խոսա իր վրա։ Ինքը իրանով ազատ եղել է։ Ամեն ինչն էր որոշել փոխել տան, օրինակ վարակույրները։ Չէ, մենակ այդ մի խալու վրա է վեճ եղել, որ ինքը իրանով ու միայն խալու պատճառով էր որոշել ինքնասպան լինել։ Նրանից հետո մնաց առաջինը հղիացավ, երկու կեսեր երևի։ Տարել են բանից ստուգման, որ այդ երեխան նորմալ չի։ Ձեր ասենք երեխու գլուխը չլն էլի կեսը։ Նրանից հետո մի երկու ամիս անցել է, այս մեծս մնաց մեծով հղիացավ։ Ազատվեց, պրծավ երեխան, էլա 6 ամսական, մամա ես գնամ աշխատեմ։ Ասի գնա, եթե ուզում ես։ Ամուսինս էլ համաձայն չէր։ Երեխային ձեր խնամքին։ Հա, ես եմ, ծնված օրվանից ես եմ պահել։ Մի բաժակ ջուր չի լցել քսի վրա։ Ես եմ այլ։ Չէր լցում, ինքը մանր գալի աշխատում էր, իսկ կոմենկոմ խատես մի քանի ամիս հեռացրին։ Ինչի համար։ Իրան անբարոյական էր պահել, տղերք հետ բռնել էին հանդերձարանում, պահեստում։ Գործարանում։ Այդ գործարանում մի սիրեկան իմացներ խոսքը, թե ես ինչ մանա, մի քանի հոգու հետ մանա եկե տեսել են ինձ գալի ասում են որ շոյեք հարսդ մանա գալի, ճիշտ ասած ես պաշտպանում էի, ասում չի կարող պատահի։ Դե ինքը տեսքով սիրում, վիդով աղջիկ էր, ասում էդ էլ, հա, դուրս եկա, մաման պետք է գնամ խանութ աշխատեմ։ Չէիք խոսում հարսի հետ։ Չէ, ես էլ ձեն չեմ, բայց հետևում էի, որ բռնեի։ Իսկ Արթուրը գիտեր։ Արթուրն էլ վերջում իմացավ, այն տղամարդկանց, որով Արթուրին ընկերներին, հենց այդանց հետ ինքը մանա է գալիս։ Գործանից դուրս է գալի, գնում է ուրիշ տեղեն էլ իսկ ով ասեց Արթուրին այդ մասին, որ կինը իրեն արդեն պոզերով է։ Այդ Արթուրին էլ չգիտեմ, հրաշքան ով ասեց։ Դուք չեք ասել։ Չէ, ես չեմ ասել։ Դուք չեք ասել որդուն, դուք չեք զրուցել հարսի հետ։ Չէ, ես ուղղակի պահել եմ, ասել եմ ջահելա գդզվի կուղղվի։ Ձեզ համար ընդունելի էր, որ ձեր տղային պոզեր էր դրել, բազում տղամարդիկ կային նրա կյանքում,
Կար։ Եվ այդպես եւ այդ։ Ընկերներին էլ սաղ բերում նստում սմետուն է, հեռախոսով զանգում են, Արտուրին էր ուզում չէր թողում։ Արտուր դու ես պատասխանում եմ, ժամադրվում էր, խափում էր դեթում եմ գործի։ Դուս էր գալի, գիշեր նոր տուն էր գալիս։ Արտուրի բոլոր ընկերների հետ է։ Հա, նրանց հետո դուրս եկավ գնաց խանութում աշխատես, ում ես եմ դասավորի։ Խանութում, ծանոթ։ Այս միջնակս 20 օրական էր։ Այդ աղջկան խափի ասել եմ Կարինե ջան, 3 ամսական երեխան թող գա աշխատի։ Աշխատեց այդտեղ էլ իրան, մանչա դից դուրս եկավ։ Այսինքն այդ ամբողջ ընթացքում ծնվում էին նաև երեխաներ։ Բա ծնվել են, բա։ Արտուրինն են երեխաները։ Հա, բայ չէ։ Դե միշնակին ես միշտ ասել եմ, որ Արտուրից չի, ասեմ, բայց չէ, ով տեսնում ասում Արտուրն է տոշին, բայց մեծս Արտուրի նման։ Վերջ դուրս եկավ այդ մի խանութից էլ գնաց, որտեղ աշխատեց տակ տվեց 100,000-ով, 60,000-ով։ Բոլորն եկան ընձանից ուզին, ինքը փախավ։ 20 օր գնաց եկավ, գիշեր ժամը 2-3-ին տարբեր տեսակ ավտոները բերում, իջացնում են գնում են։ Վերջին էլ եկավ ես բռնեցի, գիշեր 2-ին 5 համարի գազելով եկավ, իջա ջահել տղա էր։ Ասի ուր էի միջի հիմա բա գործի։ Այդ շոֆերն էլ ասում է իջի արի կոֆե խմի գնա։ Ասի գիշեր 2-ին ուր ես բերում Հայատ կոֆե խմելու։ Չէ որ Հայատն իմ աղբոր տունն է, նա էլ հարց ունի ջահել։ Ավտոներն էլ գալի կային, ասեն են բոյովն է, թե կոլոտ հարցն է։ Իրանց մի քիչ կոլոտ է, իմ հարցը բոյով էր, վիդով էր։ Հա, նրանք է կռիվ, գալմաղալի ինձ հետ, ինչ ասես ասում են, մենք գալի քեզ ասում ենք, ինքը մանա գալի, դու ասում ես, չէ, ծածկում էիր, ամինչը գախնիկը պահում էիր։ Հա։ Տիկին Շողիկի հարսի նոր արկածներին մենք կվերադառնանք փոքրիկ դադարից հետո։ Շատ հետաքրքիր մանրամասներ կան առջևում, հեռու չգնաք։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, երկրի գլխավոր թոք-շոուն վերադառնալով հիշեցնում է ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այս ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կասության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք էկրանի ներքևի հատվածում, կամ էլ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգարեք մեր թեժ գիծ +374 60 50 33 17։ Մենք վերադառնում ենք տաղավար։ Տիկին Շողիկ, ձեզ անընդհատ փորձում էին համոզել, դուք չէիք համոզվում, պաշտպանում էիք հարցեր։ Իսկ ինքն ինչպես էր իրեն դրսևորում, օրինակ Արթուրի հետ, ընտանիքում, երեխաների հետ, որոնք արդեն ժամանակի ընթացքում երկուսն էին դառել։ Նա երեխաներին վավշե չի նայել, ծնված օրվանից էլ չի նայել։ Լողանալուց էլ ասել եմ այդ ձեռքը դիր գլխի տակ, մամա ես վախենում եմ։ Մենակս լողացրել եմ, մենակս փաթաթել եմ, մենակս ամեն ինչը ես եմ արել։ Իսկ հարսը իրեն հետևում էր, թե… Ինքը իրան լավ հետևում էր, լավ էլ քսվում էր, լավ էլ ստես կարճակնում էր, խոսում էի, ինձ ասում ես մամ դու մոդայից հեռու ես, ասի ես մոդայից հեռու չեմ, ես էլ եմ կարճ հագե ժամանակին ստեից, բայց ոչ ստեից, աչքերս ես քսում էր, տարբեր տեսակի դեմքը քսում էր, երկու օր մեկ մազերի գույները փոխում էր, եղունգներ էր դնում 8000 տալիս էր, թե փողերը որտեղից չգիտեի։ Տանից էր գողանում, թե որտեղից այդ չգիտեի։ Տան դնում էր գալիս էր, խոսում էի, ասում էր ամեն ինչի վրա մի խոսա, ես մոդայով եմ գնում։ Իսկ այդքան որ աշխատում էր, որևէ կերպ ընտանիքի բյուջեն համալրվում էր գումարը։ Ոչ մի բան եմ ասում, սաղ տակա տվե, 100,000-ով, 60,000-ով, 70,000-ով խանութները տակա տվե։ Գալիս էին ընձանից են ուզում, հենց հիմա էլ ես էլ փող չունեմ տալ, որտեղից տամ, ես թոշակի վրա նստած եմ, ես սա խանութների պարտկերմարի երեխեքին եմ կերծում։ Լավ, եթե հասկանում եք, որ քանի գնում ոգևորվում է, քանի գնում է եղունգները երկարում են, շպարն ավելի արտահայտիչ է դառնում, շրջազգեստն ավելի կարճանում է, չէիք ուզում ձեր որդուն նստածնեիք, խոսեիք հետը, որ իրավիճակն էսպես է, որդիս մի բան արա։ Ինքն էլ չէր կարող վրան, չէր խոսում էր, բայց ինքը վրան չէր կարող, ես անում եմ ու վերջ, դուրս չի գալի գնա։ Փախելա, իր ազգուտակը գնաց է մանեն եկե,
Մոստերն են գնացել, ես շատ եմ որտեղ եւ մոստից գցի, բայց մի ասա հայաթուն բախկված եղե, ով ինչ խոսացել ինքը լսել է։ Այսինքն երբ խոսում էիք բարոյականությունից ու դավաճանելուց, նա միանգամից որոշում էր կրկին ինքնասպան լինել, ինչպես նախորդ դեպքում Խալի։ Դրանից հետո էլ ա եղել, փախել ա, կորել ա, աղբերը, հորողբերները, տղերքը, հորողբեր։ Բոլորը գիտեին, որ ման է։ Հարազատն է, սաղ իրան են մեղադրել, տարել են, Հալալ ա ձեր հարցին, ինչ։ տարել են, ծեծել են, ամեն ինչ նարել են։ Նրանց հետո եկել ա մի ամիս, իրան նորմալ ա պահե, նրանց հետո նորից շարունակեց, էլի ազատ մանկալ, տարբեր ավտոներ բերում իջացնում էին։ Իրավիճակը փրկելու համար էր, որ նրանք տեղանքը փոխեցին ապրելու։ Ղարաբաղ գնաց եկան 2 ամիս ես մենակ եմ մնացել տուն, երեխեք հավաքեց գնաց։ Գնաց ընդեղ 2 ամիս մնաց։ 2 ամսից հետո նորից նույն ձևով ինքը ընդեղ ա պահե։ Երրորդ գյուղում ես քրոջս տուն եմ զանգել ա տեքորս կինը ինձ ա ուզել։ Աղբորս աղջիկն ասել ա որ վարսկես տուն ա, զանգես քրոջս տուն, բաշոյք վաղ վերկաց արի Ղարաբաղ։ Ես էլ ասի ես չեմ կարող, ես գումար չունեմ։ Բա ասեց ճարի մի 5000 արի, ասի 5 չէ, մի 10000 էլի որ հասնեմ Ստեփանակերտ նորից գյուղում։ Բա 5000 դու արի, ճարի։ Մենք Ստեփանակերտում թաղում ենք եկի, Արտուրն էլ աստեղ։ Արտակն ու Արտուրը կբերեն քեզ տուն։ Գնացել եմ հրաշքան այդ օրը։ Գնացել եմ, իրան մորնել են, կանչ է 10 օր առաջ մերը չի եկ ընդեղ։ Այդ օրը գնացել առավոտ եղել է ժամը 5-ին, մոմի տակ, ինքը նստել քսվել է, ոնց որ ստեղ, տեքորս կին ասես շոյք վերկաց, ինքը երեխեքին առնում է փախնի։ Հանել ենք տեքորս, հիվանդ տեքոր ունեմ, իսուր տարած, այդ ուղեղի բանի վրա արտենազին, ինչ որ ինքն էլ արել անդեղ, այդ խեղճ մարդու վրա վաբշե յազդե, երեխեքին ոչ նայել, ոչ մաքրել, ոչ մի բան։ Գնացի ասեմ, տեքորս տղու տուն էր մնացել, տեքորս կնոջից խռովել էր։ Գնացի ասել եմ, ես եկել եմ, որ այդ հարցերը լուծենք, կան չի մորդ կա, կամ ես կոմ, կամ ենքում, բա ես գնում եմ, ասոր ես գնում, բա ես թողում եմ գնամ, ասի ոնց քաղաքում ես կսվե, այդենց անճորնի, նույն ես լավ եմ անում, վերցրեց երեխեքին հրաշան կիսակուն հանած, առավ գնաց, ծունել այսենց գյուղը այդենց Մարտունու ռայոններն է, քաղաքում չի, այս բուճուրս 10 ամսական էր, մեծս էլ 3.5-4-ի մեջ էր, մեծը, առավ գնաց, տեքորս կնիկն ասեց, գնա Արտուր ասեց, մեծին վերցրու արի, բուճուրին թող տան ինքը, գնաց երկուսին էլ, երեխեքին քցել էր ծան մեջ, դե տար կգազ Երևան քո հարցերը ես կլուծեմ, ախեր տվե երեխուն, ով ում հարցերը պիտի լուծի։ Արտուրին ինքը ախեր տվե, կգազ Երևան քո այդ հարցերը ես կլուծեմ, երեխեքին վերցրեց հետ եկավ Արտուրը, տեքերս ճիշտ նայած ջղայնացավ, ասես Ես ուզում եմ ձեր որդուն էլ էստեղ հրավիրել, տեսնենք թե այդ ինչ ախեր պիտի տա նախկին կինը, որ իրավիճակը դասավորվի հենց այս կերպ։ Արտուրին դիմավորենք։ Ամեն չկասի, չվախնես։ Բարի երեկո Արտուր, երբ առաջին անգամ նկատեցիք կնոջ անհավատարմությունը։ Երբ որ ինքը աշխատում էր գործարանում, Ահա։ ինձ դիմեցին ասեն, ես չէի հավատում ընկերներին, ասում են լավ, դեպի այնքան որ ասում են, էլի։ Ինչի հաճախ են ձեր գործանում կանանց մասին ասում, որ ման են գալիս։ Ես չեմ կարող բոլորի մասին ասեմ, ես իրավունք չունեմ այդ։ Ես իմ համար եմ ասում, էլի մենակ։ Չէ, ինչի ինֆորմացիան ձեզ համար զարմանալի չեղավ, հա, որ մի տղամարդուն ասեն, որ կինդ ման է գալիս, տենց կասեն դե Ես իրանց ցույց չտավ էլի, որ ես բանել եմ, ես ինձանով արդեն ինչ-որ պետքն արեցի։ Ինչ եք արել։ Ես իրան հարցերի ասի, իրոք այդ կամ բանը կա էլի, ասի, եթե կա, ասում եմ, ես հաստատ քո հետ չեմ կապի իմ կյանքը։ Իմ շրջապատը մեծ է, ասեմ, ես չեմ կարող էլի քո հետ ընկերություն կամ իմ հետ հելնես փողոց խանութ մտնես։ Ենթադրում եմ, որ ասես նման բան չկա։ Ասած նման բան չկա, ասի, եթե չկա, ասի լավ, բայց իրան չէի հավատում ես ճիշտն ասած էլի։ Բայց շարունակում էիք ապրել։ Ապրել է ձև էր։ Ես ապրում էի զուտ եմ բանով երեխեքի համար։ Ոսկի անմեր չեն երեխեքը։ Արտուր, բայց ասում էին, չէ՞, ձեր կինն է, ձեր կին Նարինեն է։ Հա, եւ ձեր կին Նարինեն էր, որ տարբեր տղամարդկանց հետ ինչպես դուք պնդում եք, գործանում, գործանից դուրս, պահեստում, հանդերձարանում։ Այստեղ, հետո ինքը կորավ։ 4 օր ես եղել եմ Մոսկվայում, ինձ զանգին Մոսկվա, բասին, կարաս գախնի Հայաստան գաս։ Ասի, չեմ կարող, իմ տոմսը բռոնի եմ արը գախնի, ոչ մեկ չի իմացել իմ գալը։
Ես ինձ արամ մտա Հայաստան գիշերը։ Տեսա, որոշ իրան տեսա ու տեսել եմ անցել եմ 4 օր, դիմել եմ դատարան։ Դատարանով բաժանվել եմ իրանից։ Դուք 4 անգամ ձեր կնոջը ներել եք։ Ներել են զուտ երեխեքի համար։ Երբևէ իրականում ձեր աչքի առաջ տեսել եք ոչ թե խոսակցություններ, որ ձեր կինը օտար տղամարդու հետ է։ Բացի նրանից, որ երթուղայինի վարորդներն էին գիշերը ձեր տուն։ Ես իրան շատ եմ տեսել երեկոյան մեքենայի մեջ է նստած գնում էր։ Ահա։ Շատ։ Ես շատ եմ էլի քաղաք, ես աշխատել եմ ոստիկանությունում, շրջապատը մեծ էր։ Ինչ տենում ինձ գալի ասում էին։ Արթուր, իրականում դավաճանված տղամարդ, այս դեպքում արդեն 4-րդ ապտակ, ինչի պիտի հասներ 4-րդին, որ դուք բաժանվեիք։ Ալի ներողություն եմ խնդրում։ Հերը, մերը, իր բարեկամները, ասում են ներ էլի, ասում ների ոչինչ, մենք եղել են խայտարակ արդեն։ Ասում դու եղել ես, բայց ես չեմ եղել, ասում ես իմ գեներատորը չեմ կարող այդտեղ աշխատանքի, ես հեռացվա։ Իր պասիկո աղջկա պատճառով ես զրկվեմ աշխատանքից։ Զրկվել չգնացի։ Դուք 4 անգամ, քառակի անգամ ապտակ եք ստանում, քառակի անգամ էլ ներում եք։ Եվ ի վերջո Արտուր, որքան էլ հիմա որ դուք պնդում եք, որ վերջակետը դուք եք դրել, բայց ձեր կինն է դրել այդ վերջակետը նախքին։ Փախել է ուղակի ձեզանից։ Ինքը փախել է, ինքը։ Լավ, դուք չէիք նստում, ասում, ինչը քեզ չի բավարարում մեր ընտանիքի մեջ, որ օտար տղամարդկանց հետ ես դա փորձում։ Ես իրան ասել եմ առանձին, ինքը ասում է սիրել եմ Вообще ազատ կյանքով ապրեմ, ասում ես իսկի չէի ուզում ամուսնանայի, ասում ես շատ եմ էլի փոշման։ Ազատ կյանքը ո՞րն է իր պատկերը։ Ասում ես սիրում եմ ազատ կյանքով շատ տեղեր մասնակցեմ, շատ տղաների հետ, կոմպլեկտ էր ուզում էլի կարելի ասել։ Դե ինչ, տղամարդկանց եւ նրանց կոմպլեկտներին մենք դեռ կվերադառնանք փոքրիկ դադարից հետո։ Սա կիսաբաց լուսամուտներն է, որտեղ պատմություններն իրական են, մարդիկ իրականից ավելի։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Քառակի ապտակ երկրի գլխավոր թոքշոուի տաղավարում բարի երեկո, եթե նոր եք միացել կիսաբաց լուսամուտներին, ծանոթացեք այսօրվա թեմային։ Տիկին Շողիկը հավանեց Նարինեին, ամուսնացրեց իր տղա Արթուրի հետ և գյուղից քաղաք նրան հարս բերեց։ Ամուսնության հենց առաջին ամիսներից էլ սիրելի հարսը լուրջ փաստերի ու խնդիրների առաջ կանգնեցրեց նրանց։ Հաճախակի փախուստ, անհասկանալի պահվածք ու բազմաթիվ տղամարդիկ։ Հենց սա էր պատճառը, որ Նարինեն լքեց ամուսնուն և 2 երեխաներին թողեց տատիկի խնամքին։ Որտեղ է երեխաների մայրը այսօր, ինչ խնդիրներ ունի տիկին Շողիկը և ինչ պահանջներով է այսօր նա երկրի գլխավոր թոքշոուի տաղավարում։ Քառակի ապտակ, կիսաբաց լուսամուտներից ներս։ Վերադառնալով Արտուր, քիչ առաջ մինչև դադարը ձեր մայրը պնդում էր, որ բավական արտահայտիչ կերպար ուներ ձեր կինը։ Դա եւս աչք չէր զառնում, դա ուշադրություն չէր հրավիրում, դա ձեր չէր անհանգստացնում։ Ասել եմ, ես դու հագնում ես, ասում եմ, ես ուրիշ մարդիկ են էլ շողորը հագնում։ Փողոցային են շողորով դուրս ու ներս անում։ Դուք չեք եղել այն տղամարդը, որ ի վերջո բռունցքը խփելու, որևէ բան ասելու։ Ինքը ձև է, եթե իրան վերած ջղային անում է ընդհանրապես, ինքը կորում էր տնից, փախնում էր, գնում էր բարեկամների տուն։ Ձեր ուզածը ո՞րն է եղել այդ աղջկանից։ Ինչ եք իրենից ուզել։ Ուզեցել եք, որպեսզի վերադառնա այն բարոյականությունների սահմանին, որը ձեզ համար է։ Որ նորից նամուսով էլի, բայց չկարացինք իրա վրա հրաշան։ Ինձ ասում է, քո ինչ գործն է, ես ինչ կուզեմ կանեմ։ Երեխեքը թափում էր վրես, գնում էր գիշեր, բա ես աշխատում եմ, գիշերվա ասում են, ինին գալիս էր, ասում մի հատ երեխուն կաթ տուր, հա հոգնած գալիս եմ երեխուն կաթ տամ, խմած ծամոնը բերան մի հատնի գալի պարկում քնում էր, բայց ես ինչքան տանեի, իմ տեղս ով լեն ան վաբշե չեր պահի, քանի անգամ փախելա, ծեծել են իր հարազատները, տունը տնից հագնում որ փախնում էդ մեր գործ եմ էտում, բայց փաստորեն գործ, իր հարազատների փախնում։ Ցերեկով գնում էր, գիշերն որ 23-ին տուն էր գալիս,
որ ես գործից եմ գալիս։ Տիկին Շողեր, ես հարցից չեմ ուզում հարց տամ այս պահին, ես ուզում եմ առաջի հարցը տամ ձեր ամուսնուց, որտեղ է նա, ուր է, ինչպիսի ամուսին է եղել, հա, որովհետև այդ շատ կարևոր է։ Ամուսինս իր հետ շատ լավ է եղել, իրան որպես աղջիկ հարգեց սիրել է։ Իսկ ձեզ համար ինչպիսի ամուսին է եղել։ Ինձ համար է շատ լավ եղել, նա կոպիտ вообще չեղե, ոչ քրֆատուր, ոչ շատ լավ Ղարաբաղցի է, ասեմ։ Հետո այս մեծ աղջկանը, որ հղի էր, խեղճ մարդ աշխատում էր խմորի ցեխում։ Նստում էր պոլին, պապա գլխիս հետ խաղա մազերս քորի, հուսի մազերս էս։ Ես որ խոսում էի, ասում եմ խանդում ես մամ։ Ով էր ում հարցը։ Ասի ես չեմ խանդում։ Հարցը ձեր ամուսնուց կեսրարիներով։ Ասում եմ որ հարցը կեսրարին կասի, արի գլխիս հետ խաղա մազերս սանդրի, մազերս հուսի։ Էն էլ ասում եմ շան աղջիկ, թևերս ցավում է, հոգնավ։ Այսինքն ամեն ինչ նորմալ էր, մենակ թևերն էր Հա, ցավում։ այդ է, թևեր ցավում։ Այ չանել, այդքան բանը ես տարել եմ։ Երեխու խաթր։ Երեխու խաթր Արտուր, տարել բայց եմ։ ձեր համար նորմալ էր, որ ձեր Համար ոչ մի բան նորմալ չի ելը։ մի վարքյան, այ այդ էի ուզում հարցնել, այդքան ժամանակ ինչքան եք ապրել։ 7 տարի։ 7 տարի աննորմալ կյանք։ Հա ներել է, հա պահել է, բայց չի Տիկին Շողիկ, տեսեք, ասում եք երեխաների համար, չէ՞, արդյոք նորմալ մարդը ներեգություն, որ այսպես եմ արտահայտվում, թույլ կտա, որ իր երեխաները կից ապրեն անբարոյական կնոջ հետ։ Իհարկե որ։ Այդ դեպքում ինչի, ուզում եմ հասկանալ, դուք ինչի եք այսպես sense համառորեն պայքարել, որպեսզի ձեր կինը մնա ու նույնիսկ ներելով իր այդ գիշերային զբոսանքները, պահել եք ձեր երեխաների կողքը, ինչի համար։ Աղջիկ, երկու աղջիկ երեխա ունեք, Ես իրան որպես կին չեմ ճանաչել ընդհանրապես։ Դուք չէ, դուք իր հետ եք ապրել, դա ուղղակի այսպես վերացական խոսքեր ասելով չի, ձեր պահվածքը, ձեր վերաբերմունքը հակառակն է ցույց տալիս։ Կա ինչ-որ բան, որ չեք ասում, որի պատճառով դուք այդքան երկար ժամանակ ձեր կնոջը ձեր կողքն եք փորձել պահել, թե ուղղակի այդքան ուժ չեք ունեցել իրան թողնելու։ Ուժ ունեցել եմ ամեն ձևի ես, ամեն ձևի ուժել եմ ունեցել։ Ես իրանացում վկեզի, ասեմ, քոյտը չեմ կավել, իմ կյանքը շարունակեմ։ Չէ, ներեգություն, ասել է ընկերոջը կասեն, հարևանին կասեն, բայց կինը ընտանիքի անդամը, ընտանիքի կենտրոնը, այդպես չեն ասում։ Եթե առաջին անգամ նույնիսկ այն հարևանը կամ ինչ-որ ձեր ընկերը ինչ-որ կոպիտ բառ ասեր կամ անբարով վարքը արտահայտող ինչ-որ նախադասություն ասեր, դուք այդ դեպքում արդեն դա ձեր համար պետքա վիրավորական ու չգիտեմ, ազդեցիկ լիներ, էլ ուր մնար, որ դուք այդքան բանը տեսել եք ձեր աչքով, ամբողջ ձեր շրջապատը դրա մասին խոսում է ու դուք ստիպված այսպես ինձ պահում եք իրան, ինչա որ երեխեքի կողքը լինի։ Ինչի համար այդ չեմ հասկանում։ Սոնա ջան, կներես, ես երևի իր փոխարեն ես մի փոքր փորձեմ այս հարցին պատասխանել։ Արտուրը ինքը տեսել է նորմալ ընտանեկան հարաբերություններ, փոխզիջումների գնալով ընտանիք, միմյանց հասկացած ապրելով, հա, եւ փորձել է իր ընտանիքը այդպես կերտել, սիրել է, ուզել է այդ աղջկան եւ ընտանիք ստեղծել է ըստ, կարծում եմ, ըստ իրենց ընտանիքի դրվածքի, դա այդքան էլ հեշտ գործ չի, որ տենց հեշտ ինքը վերցներ ու քանդեր, հա։ Փորձել է մարդը հասկանա իր կնոջը, ընդունի եւ այլն։ Եվ նորից խոսք բացեմ ընտանեկան բռնության մասին, վերջերս մի լրագրող ինձ ասում էր, որ Հայաստանում ընտանեկան բռնություն գոյություն չունի եւ դա հորինված է հասարակական կազմակերպությունների կողմից։ Այստեղ մենք տեսնում ենք հակառակ պատկերը։ Բռնություն կնոջ կողմից ծեծի ձևով չի եղել, դա եղել է հոգեբանական բռնություն։ Եկեք պաշտպանենք նման տեսակ տղամարդկանց։ Այո, եկեք կազմակերպություն բացենք եւ պաշտպանենք նման տեսակ տղամարդկանց, որովհետեւ այսօր կան։ Եվ ինչպես փորձն է ցույց տալիս Սիրանուշ, արի ուտես, որ նման տեսակ տղամարդկանց քանակը մեր հանրապետությունում գնալով միայն աճ է գրավում։ Այո։ Եթե տղամարդը թույլ չտա, այն էլ հայ տղամարդը, եթե թույլ չտա, ոչ մի ազատ վարքի տերկին երբեք չի կարողանա նման իրավիճակում։ Թույլ չտալը որն է։ Թույլ չտալը որն է։ Թույլ չտալը, եթե ձեր կինը, ձեր, չգիտեմ, ձեր ընկերուհին նույնիսկ ասենք նման վարք է դրսևորում, այդ դեպքում եթե դուք համապատասխան իրեն վարքի բերեիք կամ չգիտեմ ինչ որ Որն է այդ համապատասխանը։ Թույլ չտար, ինչ որ միջոցներ միջոցներ որն է, Սոն, այսինքն կամ այս կողմ կամ այն կողմ։ Որովհետև անբարոյական կնոջը նախ զրկում են մայրական իրավունքներից, որովհետև նման կանայք իրավունք չունեն դաստիարակել երեխաներին։ Նա իրեն չի վերագրել որևէ մայրական իրավունք, որպեսզի զրկես։ Ինքը հասկացել է, որ ամուսինը իրան չի բռնում, սկեսուրը դե բնականաբար ոչինչի չի խառնում, ինքն էլ ազատ կապրի, անունն էլ կդնի, ամուսնացած կինեմ, երեխաներ ունեմ ու չգիտեմ, այդ պիտակը կկրի։ Բայց եթե առաջին անգամ ամուսինը կոպիտ
վարկ ինչ որ ցույց տար, միգուցե ինչ որ կոպիտ խոսքերով Այսինքն դուք կոչ եք անում, որ որոշակիորեն բռնությունը տեղ պիտի ունենար հարաբերություններում։ Չափի մեջ խոսքերով Չափի մեջ որ հասկացնելով ավտակ միայն այտին ձախին չէր կարելի։ Չէ, հրաչ իմ ասածը այն է, որ եթե Արթուրը իր կինը գիշերվա 2-ին վերադարձել է տուն, ասել է, հա դե լավ ազատ մարդ եմ, այսպես ինձ հարմար է, ես ազատություն եմ սիրում, ինքն էլ ասել է, դե մի արա, դե լավ, դե որ արել ես, ոչինչ, արի շարունակենք, ու այդպես 7 տարի ապրել։ Բայց արի շարունակենք էլ է հետաքրքիր։ Գոնե այդ ընթացքում ամուսնական պարտականությունները ձեր հետ կատարում էր։ Ես ուշ էի գալի տուն ընդհանրապես։ Գալիս էի ասում ես ուր էիր։ Մեր աշխատանքի։ Մեր ուր եք աշխատում։ Ասում եմ չեմ ուզում էլի անունը շեշտեմ տվյալ կազմակերպության։ Ասում եմ լավ։ Անձամբ ես իր մորը եկալել եմ ու գնացել եմ տվյալ տեղը գիշերը ժամը 12-ին։ Գնացել եմ ծեծել եմ դուռը, ասում եմ բարև ձեզ էլի, ասում եմ եկել ենք դες մարդ կա այստեղ աշխատող։ Ամ ոչ, ասում եմ, էսի կա բանը, շինարարության կազմակերպությունը։ Իհարկե, այդպես բան չկա, ինչ ձեզի ասել են։ Հետո տվինք հետախուզում իրան։ Տվինք հետախուզում, ինքը կորավ 4 օր։ Ոստիկանությունը իրան բերեց։ Արտուր, ես փորձում եմ հասկանալ, դուք նորմալ ամուսնական Մինչև այդ նորմալ եղել է, մինչև դա որն է 7 տարիներից քանիսն են եղել նորմալ։ Ինքը էս եղել է 2007 թվերի։ Իրա ինքը որ իրա նորմալ է, պա է այդ թվերին։ Ինձ ցենկամ արդեն ինքը լրիվ Դուք նորմալ ընտանիքի հիմքում նաև առողջ ծեռական կյանքն է, որ դուք ունեցել եք։ Հա։ Այսինքն խնդիր չկար, երբ նա օտար տղամարդկանց հետ էր, նաև ձեզ հետ էր։ Չէ, այն վաղ տեսած բան չկար։ Այս ժամանակ ինքը տնից դուրս չէր գալի ընդհանրապես։ Ինքը արդեն գնաց որ աշխատանք էր գնում։ Դες նկատում է, որ ինքը արդեն անտարբեր է, ամեն ինչի հանդեպ։ Ընդհանրապես խոսքի իր աշկին չի գալի երեխա, ամուսի։ Ձեր մայրը քիչ առաջ կասկած արտահայտեց երեխաների սերման վերաբերյալ, այսինքն երեխաների ձերը լինելու վերաբերյալ, հատկապես երկրորդի դեպքում։ Դուք երբևէ ունեցել եք նման կասկած։ Ունեցել եմ նման կասկած, բայց ես գաղտնի արել եմ իր անալիզները։ DNT test։ Այո, բայց գաղտնի եմ արել, չեմ կարող ասեմ որտեղ եմ արել, հա։ Ապացուցվել է, որ երկուսն էլ իմ երեխեքն են։ Փառք Աստծո, որ այս դեպքում գոնե որևէ կերպ չի կարող ապացուցվել ճիշտ հակառակը։ Նարե, իդեպ ընտանեկան բռնության եւ այս դեպքում քիչ առաջ մասնագետների կողմից վարկած առաջ քաշած տղամարդու բռնության վերաբերյալ հայկական ընտանիքներում։ Դուք նման թեզի կողքը կարող եք կանգնել։ Իրականում եթե ի սկզբանե տարբեր փոքր եւ անպաշտպան խմբեր են պաշտպանվել եւ չգիտես ինչի սկսել են պաշտպանվել միշտ տղամարդկանցից, ժամանակի տրամաբանությամբ պետք է գա այն օրը, երբ բոլոր մնացածներից պետք է լինելու պաշտպանել տղամարդկանց։ Եվ մենք այստեղ այս օրինակով տեսնում ենք, որ իրականում խնդիրը սեռինը չի, այլ այն թե ինչպիսի վարկ կարող է մարդը սկզբանե ունենալ, ինչպիսի մանիպուլյացիաների կարող է դիմել եւ ամեն գնով անգամ երեխաների ներկայով եւ ապագայով կարող է շանտաժի ենթարկել եւ պահել այսպես կոչված իր ընտանիքը, իր վարքը այսպես թե այնպես արդարացնելու համար։ Այսքանը եւ այստեղ խնդիրը պետք է հասկանանք միայն նրանում է, որ ոչինչ չի կարող, ոչ մի վարկ, ոչ մի պաշտպանություն արդարացնել այն, որ չեղած ընտանիքը պահվում է իբր երեխաների բարի համբավը եւ հոգեկան աշխարհը պաշտպանելու նկատառումներից դրդված ամենևին ավելին հակառակը նման դեպքում երեխաները սովորաբար աճում են խեղված եւ հետագայում կյանքում ունենում են նույնպիսի, եթե ոչ ավելի բարդ խնդիրներ։ Երեխաները ինչ գիտեն, ուր է այսօր իրենց մայրը։ Երեխաները ոչ մի Եմ փոճուրը վարշի չի ճանաչում, 10 ամսական աղի գնացել է, մեծն 4-ի մեջ մեծը գիտի ամեն ինչա կասի, հասկանում։ Այսինքն գիտի, 4 տարեկանում դուք պատմել եք Ինքը հասկանում է, ինքը իրան ուրա տարե, ով է իրան ճպոտով ծեծե, ինչ արե, ինքը գիտի։ Ասել է, ինձ է պատմե։ Ով է ճիպոտով ծեծել երեխային։ Տղերքը, ում հետ որ եղել է, էլի։ Այլեն, եկավ ասես մամ։ Այսինքն երեխաներին էլ էր քաշ տալիս հետո։ Երկու անգամ տարել է, գնում եմ Վարշավիրանոց, մազես ներկեմ կամ ժամը 12-ից գնացել է 7:30 եկել է, ուր էիր,
գնացել էի Վարշավիրանոց։ Ում տուն որ գնում էր ման մեկ է չի եղել։ Լրիվ կողմել ֆրացել եմ երեխեն փուճուրը գիրկս, եկել եմ տուն, տենամ տունն էր, ասի ուր էիր։ Հա, բա ասի ես էլ քեզ էի ման։ Դե ասա արել ես թաղում եք խայտարակել ինձ ես մանեկե։ Փոքրիկ դադար, որից հետո մենք վերադառնում ենք այն Վարշավիրանոց, որտեղի հաճախորդների երեխաներին ճիպոտով են ծեծում։ Հեռու չգնաք։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Քարակի ապտակ կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք երկրի գլխավոր թոքշոուի տաղավար։ Եվ հիշեցնում ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք էկրանի ներքևի հատվածում, կամ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգարեք մեր թեժգիծ +374 60 50 33 17։ Տիկին Շողիկ, Արթուր, դա նորմալ է, որ երեխան գնում է մոր հետ Վարշավիրանոց եւ ճիպոտով ծեծված վերադառնում է։ Ինքը ինձ ասես մամ, բանին Մոնիկային պահի ես Շողիկին հետս տանեմ շուտ կգամ։ Բայց այն ինչ որ ինքը փետակա գնաց, տեղա գնաց, ինչ որ աղջիկերքի տուն հավաքվել են տղերքով։ Երեխեն եկավ Գնացել է աղջիկի տուն, հավաքվել են գնացել է իբր տղերքով։ Վարշավիրանոց, հա։ Երեխեն եկավ ինձ պատմեց, մամա ասեց Նարինեին մի հատ տղա արաղի շշով խփեց, ընկավ, լացեց, ասի դու էլ ես լացել, ասի ջան, ասեց չէ, մամ, ինքը լացեց ելավ, հետո հասավ որ ինքը այդ տղուն խփեր, չթողի, նրանց հետո դրել են արաղ են դրել, իրանք խմել են, մամա, իմ դեմը բամբաների կա դրեցին, իրանք էլ արաղ դրին խմեցին։ Երեխեն այդքան բանը հասկացել եկել ինձ ասել է։ Ու նրանց հետո էլ ոչ միտեղ չի տա։ Ճիպոտով ով է հարվածել երեխային։ Ճիպոտով էլ այդ ում հետ որ կապնվել էր, այդ բանի դիսպեչերանոց տղերքից մեկի հետ։ Այն էլ ընդեղ երեխեն տեսե։ Ընդհանրեն մի անգամ ընդեղ ատար, մի անգամ նրանց հետո երեխեն պաստայանի ինձ հետ ա եղել երեխեք։ Ուր գնացել եմ, հետս տարել եմ։ Ման տալու եմ եղել, տուն ա եղել, ասենք այս կոմենկոմ երեխեք ես եմ տարել։ Ու դե զարմանալի չի, որ հենց այս դեպքում ձեզ եմ մայրը անվանում եւ Փոխեցել ինձ մամա են ասել։ երկրորդ կնոջը ձեր, ով այսօր ձեզ հետ միասին փորձում է նախ առաջին ամուսնությունից 2 զավակներին մեծացնել եւ արդեն նոր ամուսնությունից եւս մեկ երեխա ունեք։ Միամսական Այդ 7 տարվա ամուսնությունը ինչ որ մի դաս ձեզ տվեց, Արթուր։ Այն դասը տվեց արդեն որ ճիշտ ասած ամենից ես թափվել էի։ Չէ, ուզում էի կյանքս թազա կապեի, որ երկրորդ անգամ ամուսնանայի։ Արկադի, իրականում շատ խորը խնդիրներով լի ընտանիք։ Ես չգիտեմ, ինձ համար համենայն դեպս որևէ կերպ անցած չէ պատմությունը, եթե նույնիսկ երկրորդ ընտանիքի հիմք է դրված, հա։ Եթե մենք այսօր հավաքվել ենք այստեղ դեռևս նախորդ 7 տարիների մասին խոսելու եւ դրա թողած հետևանքների, ու կինը մինչեւ այսօր փախուստի մեջ է որոնում են նրան, արմատները շատ խորն են։ Արմատները շատ խորն են, նույնիսկ ճիշտ հարցրեց Սիրանուշը նաև հորական ընտանիքի հետ կապված, եւ բացի այդ կինը կամ մարդու այդպիսի տեսակ ակտիվ մանիպուլյատոր։ Ես խիստ կասկածում եմ, որ նա այլ բաներով ինչ որ չի վախեցրել կամ ինչ որ պատճառ եղել է, որ դուք այդ 7 տարին համբերել եք, չգիտեմ, միգուցե չեք ուզում բարձրաձայնել, բայց եթե չեք ուզում, թող մնա այդպես։ Ինչ վերաբերում Ես ասել եմ, մինչև գերեզման չեմ ասելու ոչ մեկի։ Հա, լավ, ուրեմն եղավ։ Անցնենք հաջորդ ինչ վերաբերում է պաշտպանությանը մարդկանց կամ տղամարդկանց։
ցանկացած մարդու հետ վարվում են այնպես, ինչպես ինքն այն իրեն թույլ տալի, որ վարվեն։ Դուք իհարկե կարող եք շատ ավելի շուտ վերջ տնել այդ ամեն ինչը։ Ես կարամ ասեմ, ինձ գիշերով տարան, կանչին, տարան գերեզմաներ 4-5 ավտո են կայնած։ Իջանք խոսում է, ես եղել եմ մենակ, ասին խոսալու բան կա, զանգին, ասի տղա ես, ասի ես էլ եմ տղա, ասի գնանք խոսանք, էլի, ի՞նչն է խնդիրը։ Գնացել ենք այն խոսքի վրա զենքը պայլա ճակատից, ասել է կամ ընտանիքդ, կամ կինդ։ Ասել եմ ավելի լավ եմ ընտանիքը, ինքը ընդհանրապես պետք չի։ Իսկ ով էր ներողություն ձեր ընտանիքի մեջ կնոջն արդեն ձեզանից զատողը։ Իրա մաման էր գալի, դոնքա չէ՞ գալի ասել առաջվա։ Սվերի աղջիկան ես պիտի բաժանեմ քեզանից, պսակում են տղու հետը, որը մեքենա ունի, առանձնատներ ունի։ Զենք դնողն ով էր ձեզ ճակատին։ Պետք չեմ կարող ասեմ։ Չէ, ես չեմ ասում անունը։ Դա սիրեկաններից հերթականն էր։ Այսինքն պետք է ապրեր ձեր հետ, բայց հա։ Լավ, Արտուր իրականում ինչ-որ մի բան է եղել, ինչպես Արկադին հասցրեց, հա, խորը ուսումնասիրությունների միջոցով նկատել, որ մինչև գերեզման դուք չեք պատրաստվում դա ասել։ Այդ ես չեմ ասում։ Չէ, ես չեմ ասում դուք մեզ ասեք։ Դա ձեր անձնականի հետ է կապված, ձեր ու իրեն։ Ես ասիկս իմ հետ է կապված։ Ես եթե ասեմ, ուրիշ խնդիրներ կառաջանա։ Դա ձեր հետ է կապված, այդ ինֆորմացիան գիտի նաև ձեր նախկին կինը։ Այո, շանտաժ է արել ձեզ դրանով։ Եթե ինքը նույնպես դատանում էլ արի, վերայք անգամ մահա փորձել է մեքենայով, աշխատանքից տուն գալուց ուզեցել են քսեն մեքենայի տակ։ Երկու անգամ, առանց համարանների։ Դուք կարծում եք, որ դա կնոջ ոնն է, որ ինքը գիտեր իմ ժամեր աշխատանքի մենակ դուրս գալու։ Լավ, ձեզ ինչ որ ինֆորմացիա ձեր մասին գիտեր ձեր նախկին կինը, որով շանտաժ էր անում ձեզ։ Ամեն ինչ ինքը տեղյակ էր, չգիտեմ իրան ով էր ասում, ամեն ինչը։ Ես ուր եմ ելնում, ինչ էի անում, ուր էի գնում գալի։ Սաղ գիտեր։ Ինքը իրականում չի պատասխանի փաստորեն այդքան իր համար վախենալու կամ ինչ որ նո հոգեբանական այդ վախ կոչված ինքը երբեմն ինքնուրույն չի հաղթահարվում։ Հա մենք կփորձենք իրանից հանել այդ վախերը, բայց վախը եթե կա, նշանակում է այնտեղ արկա է որպես մանիպուլյացիայի գործիք, եւ կինը ցանկացած պահ վերադառնալով կարող է գործիքն աշխատացնել։ Հա, իհարկե կարող է աշխատացնել, դրա համար պետք է հոգեբանական աշխատանք կտանենք այդ վախերը կանցնի, ուղղակի նաեւ պետք է որոշակի աջակցություն սատարում, որովհետեւ փաստորեն այն հակադարձ կողմ գործող ուժերը, որոնք այդպես վախեցրել են, փաստորեն հենց այնքանով վախենալու են, որ հասուն տղամարդը այդքանով ինքը վհատված է։ Այն որ ձեր հարսի, ձեր կնոջ պատմությունը դեռևս անցյալում չի, վկայում են բազմաթիվ փաստեր, առաջինը այն ինչ կատարվում է ձեր ներսում, այն որ դուք անընդհատ այդ պատմությանն եք վերադառնում։ Բայց այսօր հարսի որոնողական աշխատանքները սկսելու պատճառը որն է։ Ինչու եք դեռ փնտրում Նարինեին։ Ես իրան չեմ փնտրում ընդհանրապես, իրան փնտրում է հարգադիրը, ալիմենտը չի վճարը 3 տարի երեխեքի, հարգադիրը տվել է հետախուզում իրան, ոստիկանությունն է իրան հետախուզում գողություն արել ինքը ինչ-որ տներից ոսկեղեն է գողացել, ամուսնացել է ինչ-որ մեկի հետ, տունը թալանել է, տվել են հետախուզում, ոստիկանությունը եկավ մեր տուն։ Երկրորդ ամուսնու տունն է թալանել։ Երկրորդը կալի, չոր դիվա։ Դե չէ, օրինական եմ, օրինական ամուսնու։ 60 տարեկան մարդու հետ գնաց Մոսկվա, ամուսնացան։ Զանգեց երեխեքին էր հարցնում, ասեմ խես հարցում, ալումենտ ուղարկի, ինձ ասում է քավտար ուղարկեմ որ դու տես այդ փողը։ Բայց ես չէի ուտում, չէ, երեխեքին եկել։ Բայց ես ասում եմ երեխեքի համար 40,000 մի խանութնա 30,000 հացի փուրն եմ բանով վերցնում պարտկով, գազը կտրել տվեց 70,000 3 տարի թողելա վրեժ չեմ կարող մուծեմ, հեռախոսն է հեռախոս վերցնել տվեց, տուն է լրիվ են ինչ որ ունեի, թալանեց չամադանից տարավ, երեխեքի ոսկեղենը տարավ, 15 օր հետո էլ ամուսուս գլուխը կերավ, փախնելուց հետո։ Իֆակտ խփեց մեռավ։ Մի փոքր չգիտեմ։ Նրա նմանը չկա։ Թեթևացնելու համար ստանալ պատմություն, այլ առաջարկեմ են քառակի ապտակի ան ույով փոխարինել, որովհետև իրականում են։ Դուք նկատի ունեք քառակի բառի առաջին ան։ Այո, այո։ Որովհետև նո, չգիտեմ, կապ չունի կինա թե տղամարդ նման անձնավորությունը ուղղակի կենթանոց կոնե պետք է ինչ-որ բանով տարբերվի, ես չտարբերեցի իր վարկը։ Ես ձեզ թույլ չեմ տա վիրավորել կենթանիներին։ Դրան միայն մարդիկ են ընդունակ նման վարկի։
Իրականում իմ մեջ մեկ հարց էլ ծագեց կնոջ անձը հասկանալու համար, որտեղ ես կարծում եմ, այստեղ մենք գործ ունենք հոգեբանորեն հոգեկան աշխարհով խեղված, ես կասեի հոգեկան հիվանդության առկայություն նույնիսկ հնարավոր է լինի այստեղ։ Դրա համար ես կուզեի հարցնել, ինչ բարեկամներ ուներ ձեր կինը։ Ինձ դա շատ հետաքրքրեց, ասենք մոտ ազգականներ, հա, քույր, եղբայր, հայր, մայր։ Բոլորը կար։ Բոլորը կան։ Չէ, բոլորը կային, որովհետև որպես քույր եղբայր, թե ուղղակի կային։ Չէ, ալի ասել արդեն էլ իրան ընդհանրապես չեն ճանաչում որպես քույր։ Այսինքն ոնց որ դուք կայիք որպես ամուսին, նենց էլ մաման, պապան եւ քույրը եղբայրը։ Իսկ այդ մոտ հարազատների մեջ կային մարդիկ, ովքեր ունեին հոգեկան շեղումներ, հոգեբուժարանի կարիք կամ, չգիտեմ, նմանատիպ ինչ որ արատներ, որովհետև այստեղ գենետիկ եկած ինչ որ եթե իր Չէ, իրանց հարազատությունը նորմալ հարազատություն է ընդհանրապես, էլի բան։ Հիմա ծնողները ընտանիքներ շփում չունի։ Ընդհանրապես իրա թորներին չի գալի տենում շփում ունենա։ Այսինքն մենք այստեղ գործ ունենք ոչ միայն սեռապես գերակտիվ կնոջ հետ, հա, մենք նաև գործ ունենք հոգեբանորեն շեղված անձնավորության հետ, որը ընդհանրապես մորալնի արժեքներ, հա, չունի։ Բարոյական արժեքներ չունի։ Իսկ նման դեպքեր լինում են շատ հաճախ հոգեբուժական խնդիրների առկայության դեպքում։ Իհարկե, տվյալ դեպքում տղամարդը ունի կարիք աշխատելու, ինչպես մեր մյուս հոգեբանը Արկադին նշեց։ Աշխատանքը տարվելու է հիմնականում անձնային աճին ուղղված, վախերի հաղթահարման ուղղված եւ այլն, այսինքն այստեղ հոգեբուժական խնդրի հետ գործ ունենք հոգեբանական խնդիրների հետ, որոնք ընտանիքի արդյունք են, ընտանեկան հարաբերությունների արդյունք են։ Ուրախ կլինեմ օգնել։ Շատ շնորհակալ կլինենք։ Միայն Գարիկ ինչ ակնկալենք եւ իրականում ինչ է պետք է այս դեպքում անել, օրենքի տառը ինչ է մեզ ասում, եթե իրականում 3 տարի որոնման հետախուզման մեջ է կինը, ով պարտավորվում է վճարել սեփական երեխաների գոյատևման համար։ Հրաց ջան, նախ ասեմ, ես այստեղ հոգեկան խնդիր չեմ նկատում, բացառապես ուղղակի կնոջ բարոյական կերպարը, հոգեկան խնդիր, այստեղ այնպիսի մենք շփվելով կնոջ հետ չենք կարող ասել կա հոգեկան խնդիր։ Ուղղակի բարոյական ինչ-որ թույլ, բարոյապես թույլ կնոջ կերպար, որը ձգտում է, ինչպես նշեց Արտուրը, ազատ կյանքի։ Ինչ վերաբերում է իրավական առումով, դուք դիմել եք դատարան ամուսնալուծության եւ ալիմենտի պահանջի մասին։ Ես եմ դիմել դատարան ամուսնալուծության եւ ալիմենտի պահանջի մասին։ Չէ, ընդհանրապես զրկը իրան բանը դատարանի ասած դատավորն ասած եթե թույլատրում ես իրան, թեկուզ 5 րոպե երեխան տեստ գատենա։ Երեխայի տեսակցությունն այլ է, Արտուր։ Դուք դիմել եք ալիմենտի պահանջով նաեւ դատարան։ Համ ալիմենտի, համ իրենց բաժանվելու համար։ Դուք կարաք դիմեք այդպիսի պահանջով, նախ անբարոյական լինելը ես ցանկանում եմ ցիտել, դա չի նշանակում մայրական իրավունքից զրկել, որովհետև կարա կինը լինի անբարոյական, բայց որպես մայր, որպես ծնող պատշաճ իրականացնի իր ծնողական պարտականությունները։ Փաստ չի իրականացրել, չէ՞։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Դրա մասին չի խոսքը, ես չեմ ասում իրականացնելա թե ոչ։ Այստեղ խնդիրը հետախուզման մասին խոսք գնաց, ԴՀԿ-ն քաղաքացիա իրավական շրջանակներում կարող է իրականացնել հետախուզում։ Այստեղ ոչ թե կոնկրետ անձին են ուզում հետախուզել, այլ այստեղ գույքի հետախուզման խնդիրն է, որտեղ կա ալիմենտային պարտավորություններ, դա պիտի պատշաճ կատարվի։ Ինչ վերաբերում է Տիկին Շողերը նշեց գողության փաստի կապակցությամբ, դա ոստիկանությունում այսօրվա դրությամբ կա գողության հաղորդումը։ Դիմել են ոստիկանության գողության։ Բայց ոսկու տերը եկել է իր հորն մոր վրա կռի, որ Չէ, ես խոսում եմ ոստիկանությունը, որտեղ Հրաց ջան, ԴՀԿ-ում կարա լինի քաղաքացիա իրավական հետախուզում եւ ոչ մի քրեացին հետևանք չառաջացնի անձի համար։ Իսկ գողությունը, հանցագործությունը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը զգալի չափերով, դա արդեն իսկ առաջացնում է իրավական հետևանք եւ վստահ եմ, որ նա եթե կարողանում է ձեր այդ կապի դուրս գալ, ապա մեր ոստիկանությունը այսօր այնքան օպերատիվ է աշխատում, հաստատ կարող է իր հետախուզում հայտարարել եւ պատշաճ կերպով Հայաստան բերել։ Ուղղակի այստեղ գողության փաստի կապակցությամբ չկա ոստիկանությունում։ Եվ իրավական առումով դուք արել եք այն, ինչը որ պիտի անեիք։ Ուղղակի պիտի սպասեք, եթե նա գա Հայաստան, ունենա այստեղ շարժական կամ անշարժ գույք, ԴՀԿ ծառայությունը կրկին կհարուցի կատարողական վարույթ եւ կատարողական վարույթի արդյունքում կկատարի համապատասխան ԴՀԿ-ն արդեն կատարել է այդ վարույթը։
Ջան, ես հասկանում եմ, որ կատարողական վարույթը այսօր ԴՀԿ-ում հարուցված է եւ կներես, մի վարքյան կներես, կատարողական վարույթը ավարտվում է այն դեպքում, երբ պարտապանի գույքը բավարար չէ կամ պարտապանը չունի գույք։ Այն ժամանակ, երբ որ դուք տեղյակ կլինեք, իրազեկվեք, որ ձեր կինը, ձեր նախկին կինը արդեն իսկ ունի գույք, կարող եք դիմել ԴՀԿ-ին համապատասխան դիմումով, ԴՀԿ-ն կհարուցի կատարողական վարույթը, կվերսկսի Արթուր։ Եթե ես դիմել եմ իրանց, իրակ ասեցին, որ իր անունով ինքը տնամերձ հողամասներ, ոնց որ ժառանգական էլի գրանցված է հողամասների վրա, ԴՀԿ-ն ինքը ունի մասնաբաժին։ Դիմել ենք կներեք, հողատարածքներ ունի հողատարածքներ իր անունով, տներ ունի, տնամերձ հողամասներ, տարածքների կեսը աղջիկա հասկացա, ալիմենտի պահանջի երբ ա եղել, ԴՀԿ-ն երբ ա վարույթ հարուցել։ Հարկադիրում ենք տվել։ Երբ ա, մոտ երբ կասեմ Փետրվարին։ Այսինքն դեռ նոր է, քանի որ եթե պարտապան անգամ չլինել, ԴՀԿ ծառայությունը ունի լիազորություն հրապարակային սակարկությունների միջոցով դիմելու կամ ձեզ ուղղություն ցույց տալու, բաժնեմասն առանձնացնել եւ դրա վրա կատարել համապատասխան բռնագանձում ալիմենտի պահանջները բավարարելու համար։ Դուք այսօր հերոստատեսային եթերից անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է գտնվում ձեր նախկին հարսը, նախկին կինը, ինչ ունեք Նարինեին ասելու։ Հիմա համոզված եմ, որ Նարինեին հասցրել են ինֆորմացիան, որ իր մասին խոսվում է երկրի գլխավոր թոքշոուում։ Ես ինչ ասեմ իր մասին։ Իրեն ինչ կասեք, ոչ թե իր Իրեն որ մասին։ տեսնեմ, ինչ որ պետք է իրեն կասեմ, ես այստեղից չեմ ասի։ Ինչ որ պետք է իրան կասեմ։ Արթուր, դուք ինչ ունեք Նարինեին ասելու։ Իրան ոչ բան ցանկություն չունեմ իրան տենալու, եթե իրան տենամ լավ բանը չի սպասվելու։ Դե լավ, դե որ լավ բաներ չսպասվեր այդ 7 տարիների ընթացքում արդեն այդ ամեն ինչը կլիներ, էլի հիմա ինչ։ Մի բան եմ էլի ուզում։ Ուրեմն այս հաղորդման ընթացքում այնքան բացասական բաներ լսեցինք, բայց ուզում եմ խոսել մի դրական կետի մասին, կապված այս ընտանիքի հետ։ Ուրեմն մեր օգնենք կարիքավոր ընտանիքների նախաձեռնության գործունեության շրջանակներում վերջերս ծանոթացանք այս ընտանիքի հետ, կապ հաստատեցինք, նո արդեն շփվում ենք իրենց բալիկների հետ, հրաշք Լուսերես Մոնիկայի եւ Շողիկի, հրաշք բալիկներ են, շատ լավն են, ու ուզում եմ նշել, որ Արթուրի երկրորդ կինը Քրիստինան մորպես, ամեն դեպքում այդպես թվաց այսքան շփման ընթացքում, որ հարազատ մորպես վերաբերվում է երեխաներին, հոգ է տանում նրանց մասին, տատիկը այնքան հոգատար է, այնքան ուշադիր է այդ բալիկների նկատմամբ, որ ճիշտ են ասում, որ Աստված մի կողմից վերցնում է, մյուս կողմից տալիս է, տատիկ ջան, ձեզ ուզում եմ անսահման շատ մեծ ուժ, եռանդ ու ամենակարևորը շատ մեծ ու պինդ առողջություն ցանկանամ, որ ասենք այդքան բարություն, այդքան հոգատարություն ու սերը, որը որ դուք տալիս եք այդ բալիկներին, չգիտեմ, մինչև անսպար անվերջ լինի ու հասցնեք իրենց նպատակները։ Առողջ եղեք։ Ասում են կյանք կոչվող ճանապարհում մեզանից ամեն մեկի համար մի փորձություն է նախապատրաստված, թե որքան այն կտևի մեզանից է կախված եւ ինչ արագությամբ մենք կկարողանանք այն հաղթահարել, կրկին միայն մեր ուժերի սահմանի մասին է խոսքը։ Արթուր, դուք այն հաղթահարեցիք, եթե իհարկե կարողացաք հաղթահարել, դա 7 տարիների ընթացքում։ Հուսամ, որ այդ 7 տարիները կլինեն ուղղակիորեն կարմիր լույսի նման մի բան վառվող, որը Քրիստինայի դեպքում ձեզ միայն երջանկությունը ավելի զգալու կարիք կտա։ Առողջություն ձեզ եւ իհարկե երեխաներին։ Շնորհակալություն բոլորին ուշադրության համար, դուք դիտում եք երկրի գլխավոր թոքշոուն։ Հարգելի հեռուստադիտող, եթե դուք էլ ունեք խնդիր, ապա եկեք դա լուծենք միասին։ Սա կիսաբաց լուսամուտներն էր, կհանդիպենք ցտեսություն։